Ցուցահանդեսը կոչվում է նվիրաբերում։ Ինձ թվում է այդ բառը արդեն ինքն իրենով ասում է ինչի համար է ցուցահանդեսը։ Մենք նվիրաբերում ենք այս բոլոր գործերը մեր ընկերեր բանաստեղծ գրող, մեր ընկերոջը, որ ինչ-որ պրոբլեմներ ա ունեցել, որ պիտի չունենար, բայց ցավոք սրտի ուրիշի մեղքով ինքը ունի պրոբլեմներ ու այդ պրոբլեմները պիտի լուծվի։ Ու մասին է խոսքը, ինչ խնդիրների մասին է խոսքը։ Խնդիրները չասեմ, բայց խոսքը այսօր Հայաստանում բնակվող բավականին տաղանդավոր իմ կարծիքով Խաչիկ Մանուկյանի մասին է։ Ու այդ բարդությունները, որոնք առաջացել են, ինչ որ մի մասը իր մեղքով չի եղել, բայց այսօր ինքը պիտի պատասխան տա։ Մենք փորձեցինք մեր ընկերոջը օգնենք, որ այդ պատասխանատվությունը թեթև լինի իր համար եւ բացեցինք այս կազմակերպեցինք ցուցահանդեսը անվանելով նվիրաբերում։ Հիմնականում ինչ ոճի նկարներ են, այսինքն ոճը տարբեր է, ռեալիստական ոճից սկսած մինչև վերացական կամ ինչպես մենք ենք ասում աբստրակցիա, տարբեր ոճի նկարներ են եւ վստահ ենք, որ այդ տարբեր ոճը հենց տարբեր գնորդներ կբերի, որովհետեւ բոլորը նույն ճաշակը չունեն, բնականաբար տարբեր գնորդներ պիտի լինեին, ըստ դրա էլ մենք հավաքել ենք նկարներ, քանդակներ, որոնք հնարավորություն ստեղծենք, վաճառենք այնպես, որ կարողանանք օգնել մեր ընկերոջը։ Նվիրաբերվածը Մինաս Ավետիսյանի գրաֆիկա, Կարզուի գրաֆիկա, Մեհեր Աբեղյանի գրաֆիկա, բավականին լուրջ աշխատանքներ են, որոնք ամեն մի, այսպես ասեմ, սկսնակ կոլեկցիոներ կերազի նման աշխատանքներ ունենա իր տանը։ Ցուցահանդեսը միտված է ձեզ օգնելուն, ասվեց, որ դուք խնդիրների մեջ եք ընկել։ Ինչ խնդիրների մասին է խոսքը, ձեր մեղավորության բաժինը արդյոք որքանն է։ Պարզվում է, որ քայլում ես միայն հարթ տարածքներ չեն, սար կա, ձոր կա, անցնում ես մարդ, ես մեկ վեր ես ելնում, մեկ վար ես իջնում, ուրեմն այնպես չի, թե անձնապես հենց իմ խնդիրներ ես տեսնում եմ, որ սա տարածական իմաստով մարդիկ այսօր ունեն խնդիրներ, ինձ հետ այդ սրումները եղան արդեն 4 տարի է, երբ այդ պայքարը գնում է եւ իմ ընկերները տեսնելով այս խնդիրները փորձեցին այս անգամ նեցուկ կանգնել։ Հասկանալի լինելու համար ասեմ, բանկային գործառույթների հետ առնչվող խնդիրներ էին, որտեղ հանիրավի կերպով կուտակումներ առաջացան, ասում եմ հանիրավի, որտեղ բացակայեց մարդկանցից մեկը մահացավ եւ այդ մահացածի հետ կապված որոշակի խնդիրներ տարբեր ուղղություններով ծառացան։ Վարկային խնդիրներ էր, որոնք այս դեպքում արդեն ասենք առանց ստանալու մեկ էլ դառնում ես դրա կրողը, որովհետև ստորագրվում ես դրա տակ, որովհետև գույքի հետ կապված ինչ որ պարտավորվածություններ ունես եւ հանկարծ հայտնվում ես մի տեղ, որտեղ չպիտի հայտնվեիր։ Ամեն դեպքում ես հիմա չեմ քննելու այս խնդիրները, որովհետև իրավաբանական տեսանկյունից շատ վիճելի են սրանք։ Հիմա դուք գումարը վերցրել եք, ծախսել եք, թե առհասարակ գումարը չեք վերցրել։ Որ գումարը ստացել էր, գումարը ստացողը ինքը մահացել է։ Բայց ստացել էր գումարը, որտեղ ասենք իմ կոնկրետ ինձ մոտ պահակ աշխատող մեկի անձնագրով եւ մարդը մահացել է եւ այդպես մի քանի տասնյակ մարդկանցից էր գումարներ ստացել եւ մահացել էր եւ ուրեմն մահանալուց հետո պարզ է այդ գումարները մնացեցին տվյալ անձանց Որ ընկերությունում եք աշխատել, որ ձեզ մոտ պահակ է եղել։ Չի ուզի դա մանրամասնել։ Ես ուզում եմ այս խինդը կիսել, ես ուզում եմ այս պայծառությունը կիսել, բանկային այդ խորհուրդները թող մնա այդտեղ։ Ես ասել եմ, որ ժամանակները նյութապաշտ խորհուրդ են կրում։ Ես ասել եմ, որ այսօր շատերի համար հայրենիքը կոչվում է փող, հերը կոչվում է փող, մերը կոչվում է փող։ Իմ համար հայրենիքը մարդն է, իմ համար կյանքը պոեզիան է, նկարչությունն է, ապրեցնող լիցքերն են, թքել եմ այդ բոլոր արժեքների վրա, որոնք ճաճվում են թղթերով ու մետաղներով։